Ինչու եք այստեղ նստած, ձեր իրեն են անձնական։ Որտեղ հան ապահով եմ, տուն չունեմ։ Կենտրոն մի հատ տուն, այսքանի տուն եմ ուզում, մի հատ քնեմ, ելնեմ, մի հատ ուշքի կամ շորել գողացանոց։ Որտեղից եք եկել։ Չէ, ման մի հատ տոտա բերել շորել։ Բայց դուք որտեղից եք եկել։ Ես դաչեքում ապրել եմ Վարդում։ Ինչ դաչեք։ 6 ամիս է դրսելում եմ։ Որտեղից եք եկել։ Ձեր տունը որտեղ է եղել նախկինում։ Իմ նախկինը նախկինը։ Հիմա այսինքն դուք պատրաստում եք Հանրապետության հրապարակում այստեղ մնաք, ապրեք այստեղ։ Չեմ պատրաստում, բալես, թեկուզ մեկ մի հատ բարի մարդ ինձ ինչ-որ մի հատ փոքրիկ այսքանից տուն տա, ես քնեմ հելեմ, որ մի հատ հապ կապ ունենամ, հելեմ աշխատեմ, ես շարդիկ կնիկ եմ, ձեռով ոտով եմ, ամոթելը։ Իսկ պետությունը ապաց տարանում, Ոչ մի բանով է, ես անոթևաների գետրուն ապրել եմ Վարդաշենում ու շատ խոշմանում եմ, շատ։ Ոնը քնելու տեղ ունենալ։ Չէ, ընդեղ ես իմ դուշմանին չեմ ցանկանա Ինչ գնալ։ ա եղել, ինչ են արել այնտեղ։ Դե այնտեղ անելը չի, ապրելու բան չեմ։ Դուք միայնակ եք, թե ունեք զավակներ։ Ունեմ զավակ, ունեմ իրա ձևը չգիտեմ, աղջիկ ունեմ, դեն չի կարա ապահովի, որ ես ապրեմ իրա հետ, որտեղ ծակված խազեին ունի։ Չէ, ես հիմա մեկից մեկ կգնայի։ Ինչ է նշանակում խազեին ունի շատ վատ։ Ամուսնացած է, Բաժանված աղջիկ։ միայնակ է ապրում, թե Որնիկից հետ, խաչունից հետ ապրում, հա։ այսինքն ձեզ չի կարող Դե չի խնամակալ կարա, լինել։ որովհետև չէ, դե ոնց կարա, եթե խազեինը վարդա, ոնց կարա։ Հիմա ոստիկանները շտապօգնությունը եկել է, որ ձեզ օգնություն ցուցաբերեն, տանեն տեղավորի Ես չգիտեմ ով է կանչե չեմ իմանում, երևի դե չուզող լիքը հայ են, եթե հայ են, ուրեմն ամեն ինչ կարելի է հայից։ Ես ոստիկանի բանի սպորի կարիք ընդհանրապես չեմ ունեցել, դե եթե կանչել են, չեմ իմանում։ Դուք քան երևի Հանրապետության հրապարակում կառավարության տարածքում որտեղ տեսնում Ամենաառաջի անգամը համարյա 20 օր տղեմ քնե ոչ մի ոստիկան չի անհանգստացրել։ Ոչ մի ոստիկան։ նստարաններից Այս նստարանին եմ քրե 20 օր։ Եսի արդեն 10-րդ օրն է գալիս, արդեն այս երկրորդ անգամը։ Հիմա չեք ուզում, որ ձեզ տանեն ինչ-որ օթևան տան, Խնամքի կենտրոն։ Պետությունը իր պարտականությունը կատարի ձեր նկատմամբ որպես քաղաքացի։ Դուք քաղաքացի եք նա։ Քաղաքացի եմ, Հայաստանի քաղաքացի եմ, քիչ եմ ուզենա, պարելու կգնամ, ինչ եմ ուզենա, բայց ոչ Վարդաշեն։ Ինչ ա եղել այնտեղ, որ Չէ։ Ձեզ խոշտանգել են, ծեծել են, հատ են վերաբերվել, ինչ Ես անգամ չեմ ուզենա այնտեղ գողությունից բացի, գողությունն ամեն ինչ են գողանում։ Իմ լրիվ համարյա շորերը, իմ աղջկա շորերը այնտեղ տարել են։ Տենևաց կատուն կար, տարել, որ համա բան չունել, ճար չունել, լվանալ, տարել եմ, խրել եմ, իջև եմ ներքև տեսել եմ չկա։ Աստեղ քանի շորից 5 շոր եմ բարձրացել։ Դեմիցս հացը գողանում են, մարդիկ ուշացում են, հացը ուշակեց չգողանան։ Տենց բարձր։ Իջև մի քանի հատ արարողություն գնացել ենք, ալկոհոլ եք օգտագործել, այսինքն եթե իրանց կարելի է, մեր չի կարելի։ Այսինքն ձեզ դուրս են հանել ալկոհոլ օգտագործելու համար։ Յանի, իսկ ես որ բերում էին գլուխներ ասած երկար մազերով ոչինները վրեն, հոտը վրեն, ես հրաշում էի, Վարշավից 10,000 չէր դրա։ Բայց դուք հիմա էլ եք ալկոհոլ օգտագործել։ Ես չեմ կարա թաքցնեմ, ես սիրում եմ գարեջուր։ Ես ո՞ր կարամ թաքցնեմ։ Հետո բավոր բռնվել։ Գարեջուրի փողը դες որտեղ։ Ներմեմ ջանի, գարեջուրի ես ուզում եմ, գարեջուրը իրանից Այսինքն դուք եղել եք պետության խնամքի տակ, Հա։ ալկոհոլային խմիչք եք օգտագործել, վիճաբանություն է տեղի ունեցել եւ ձեզ հեռացրել են։ Տենց են ուզեցի, տենց են արել։ բայց հեռացնել դուք եք ուզում։ Յանի իրանց ասելով հեռացել են, որովհետև ես չեմ պատրաստվում ուրիշ կներեք, տրուսիկները լվանամ կամ սուրճ սպասարկեմ։ Ես կյանքում այդ բանը չեմ Ով է անի։ ստիպել անել։ Ինձ չեն ստիպում, պրոստը այդ է դրված կնդեր։ Պիտի անես, Ում տրուսիկը պիտի լվանալ։ դե սաղի, Սաղիում։ դե որտեղ մնում ես։ Ղեկավարության։ Մի ամիս մնացի 3 հոգանոց պալատում, մի հատ պրոբլեմ չեղավ։ Վերջում մի հատ հիվանդ կին բերեցին, տարան մցրին 10 հոգանոց պալատ,
Այդտեղ արդյոք պրոբլեմը առաջացավ, ինչու նախընտրել։ Իսկ միգուցե դուք համատեղության կանոնները պահեք եւ վերադառնաք խնամքի կենտրոն, այսինքն այլևս չխմեք, ընդունված չէ, հա, երևի խնամքի կենտրոնում ալկոհոլային խմիչք օգտագործել։ Մի հատ թաքուն մտնեք որպես գնաք այնտեղ պարկելու որպես դուք պարկող, յանում հիվանդ, այնտեղ կհասկանաք իմ ասացի իմաստը։ Ես այստեղ օրենք չունենք մենք Հայաստանում։ Ես չեմ վախենում ոչ մեկից, քանի որ ոչ մեկ իմ հիվանդը չեն։ Ես իմ բացի իմ հիվանդից չեմ վախենում ոչ մեկից։ Ու ամեն խաբել չեմ կարա, որովհետև դու ճիշտ ասես։ Ես չեմ կարա խաբել, բավարար հետո բարձրի։ Ես դա կլնեմ սուտ կամ հասկանում եք։ Ես չեմ կարա, այս ոնց կարամ ասել։ Դանակահարում էին, այնտեղ դանակահարեցին, կոպալով խփում էր այդ սմբատի գլխին, ասում էին ինչի ես խփում, արմեն, այս կոպալը հեսա ներողություն հորդարակը կողեն որը։ Ասեց է լավ, դույցը կպատվի կտենանք, կողես հետավս թե չէ։ Նեց էր ծեցում է դրան, ու ինքը սուպեր ալկար, դանակահարում էր, դանակը այսքան պահել էր մոտը, սպա չէ կամաչում։ Այ մարդ ես չեմ հասկանում, ճիշտը չի ասում ես օրենքում, ես Հայաստանը չպետք է պահի օրենքը։ Ասում թող մեռնեմ ոչինչ, թող ծառի տակ մեռնեմ, բայց զատո ես իմ ճիշտը ասելու եմ։ Ես էս եմ, ես դերասանական ոչինչ չունեմ, բայց պահեք ձեր ճիշտը, հայ եք շոտակի, հայ։ Ես էս եմ, էական էս եմ, սխալ եմ, ճիշտ եմ իչեմ։ Այսինքն դուք պնդում եք, որ Վարդաշենում Ես չեմ առնում, ես ոչ մի գումար չեմ ծախսում։ Ես մնա, դրա համար ստեղին դուղարկել եմ, ես տալիս են ուտելու, ես տխելու, ես որտեղ, ես աշխատում եմ։ Դուք պնդում եք, որ Վարդաշենում դանակահարություն է եղել։ Ես չեմ պնդում, իրականությունն ավտեն, ես չեմ պնդում։ Դանակահարություն, որ եղավ, հետո ինչ արեցին, աշխատակիցները տնօրինությունը եկան։ Ոչ մի բան, իսկ որ տեսան ինչա ես, այդպես մի քանի բաժակ կոնյակ է օգտագործել, ինձի յանի վրոդի հա, այդ կնիկների խոսքով հանին դուրս։ Յանի ինչ որ հանեցիք դուրս ինչ, ինձ գիտես ինչքան օգուտ են իրանք ստացել։ Փառք Աստծուն, փառք իրոջը, իրոք Հիսուսին փառք, ես էլի չեմ էլ վախենում, ով ուզում է կանգնի, ով ուզում է խոսա։ Փառք իրոջը, իրոք շնորհակալ եմ իմ Հիսուսին, որ ես այսքան ապրում եմ։ Այն ինչ արել եմ, թող բերի իմ արևիկի, իմ խաչուլի դեմը, իմ ջիվանի դեմը։ Իսկ ինչ օգուտ եք տվել։ Ինչ օգուտ։ Այն որ իրանք գլուխները թրաշել եմ, դե թող թրաշեն, իրանք թրաշեն, զզվում են։ Ես թրաշում եմ, ինձ զզվում են բալես։ Փուփու էին անում։ Ասում են չքայլես կողքովս։ Ձեզ քայլում էին, ձեզ իրանք փախնում էին։ Ասում են արա մարդ են, նեղ մարդ են, ո՞ց կարելի է մարդուն չօգնել։ Հետո ինչ որ ոչինչ այլի։ Զատո երկու ոտանի մարդկանցից լավ է։ Մի րոպե, այսինքն խնամքի կենտրոնում այդպիսի վիճակում գտնվող մարդիկ։ Այո, ահա որ։ Խնամքի կենտրոնը գիտես ինչա նշանակում։ Խնամքի կենտրոն չեն բերում հոգեկան հիվանդին, հոգեկան, դրիվ անջատված, որ հոգեկան ճոգում եք հոգեկանը խնամքի կենտրոնը տարբեր հասկացողություն ունի։ Այսինքն խնամքի կենտրոնը բերում են անապահով մարդկանց։ Այս է սովորական մարդկանց։ Չեն բերում խառնում հոգեկանին, մարդասպանին, բռնաբարողներին, բուտանկեքին, ճոգում ես, տարբեր հասկացողություններ կան, զադում են դրել, բայց ես ինչ պետություն, ես ինչ կացարա, նեչի ես մնալու եմ սենց, օրերս մի պատահի բերել լցրել են այնտեղ։ Ում պատահի ասում եմ, մտնենք պատահական, պրոստը տակ յանի ձեր տատիկին բերել ենք ստե պարկաստենք, մի քանի ժամ սենց զննեք, հիգենիա չունեմ, հելում եմ տուալետը մաքրում եմ, սպիրալով մաքրում եմ, մակուրատի ժավելով, փող եմ տալի, որ բերեմ, մաքրեմ, անեմ, տնեմ, ուզում եմ մաքրում, խպնված մաքրում ասում այս մաքրում ես, որ Խաչատրյանի տակը պարկեց, այ քեզ բան, տես բանակ, ով ա տեսել։ Խաչատրյանն ով է։ Իրաց ղեկավարը, տես բան, ով ա տեսել, տեսել եք ապտուրդ այդ։ Որքան չեմ դուք կներկայանաք ձեր անունը հասկանալ։ Ժողի կալավերձա ռուտիքի։ Եվ դուք ինչ խոսում եք։ Ay, geri չեմ գալիս, խփի կա։ Իսկ ոչ մեկ իրավունք չունի բանացի, եթե
իրավունք ունեք, դերեք թքնոն ամեն իրավունք ունեք անեք դարեք։ Դրանք գնա։ Չունեմ չեմ կնկում, այդ կետի բան։